Բարև ձեզ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր ես զրուցելու եմ իմ գործընկերոջ, լրագրող Գառնիկ Զաքարյանի հետ, կքննարկենք շատ հետաքրքիր թեմաներ, առաջին հարցը, որ ես ուզում եմ տալ հետևյալն է, երկրի առաջին դեմքը բաժանվեց իր կնոջից, դա արեցին հրապարակային եղանակով, այսինքն դրա մասին հրապարակային խոսելով, ծանուցելով, բայց նրանք ակնկալում էին, որ հանրությունը պետք է դա չքննարկի, որքանով էր լեգիտիմ այդ ակնկալիքը։ Հարգանք ներես Գորուն ջան, առաջի անգամ եմ նման ձևաչափով արդեն ես պատասխանողի դերում։ Ես չեմ նախ եւ առաջ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր եթե ունի էլ որոշակի ձայներ, ապա դա վստահաբար 50%-ից ավելին չի, ինքը դրա մասին գիտի, դրա մասին այլ էտնի արդեն պատմումներ են վկայում, օրինակ ականատես եղանք 3 արտիկում ու դեռ ականատես ենք լինելու, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը, որի հետ ինքը ամեն օր բախվում է, այս ամուսնալուծության մասին ինքը չէր հայտարարի, եթե դա իրապես լիներ ամուսնալուծություն։ Նախ ամուսնալուծության համար պետք է միավորվել, սկսենք դրանից, բայց ամենայն դեպս։ Իսկ հանրային ընկալումների վերաբերյալ հանրային ընկալումները շատ տարբեր են եւ ես ինքս անգամ զարմացած եմ շատ իմ եւ գոլեգաներից ցույց կտամ ասել եւ որոշակի ցանոթներից, ովքեր շատ լուրջ են ընդունել այս ամենը։ Իմ դիտարկմամբ տեղի ունեցել մոտավորապես հետևյալը։ Ես իհարկե այդ ընտանիքին մոտ կանգնած չեմ, բայց հետևյալն է տեղի ունեցել։ Իրենց պետք է որևէ PR ակցիա, որը իր հանգուցալուծումը կստանար կամ մինչև հունիսի 1-ը, ես չեմ սխալվում։ Հունիսի 6-ը կամ 7-ը չէ, հունիսի 1-ը, մինչև Փաշինյանի ծննդյան օրը։ Կամ տեղի կունենար, ասենք մենք 2 շաբաթից այդ հանգուցալուծումը, այսինքն որևէ արարողության տեսքով, հարսանիք կլինի, չգիտեմ, կամ նախ ԶԱԳՍ պետք է, ուրեմն ինչպես է կոչվում, ամուսնությունների կայացության ակտերի գրանցման վայրում պետք է իրանք լայվ մտնեն եւ այլն, եւ տիրադա վրճակվածներից մեկն էլ հավանաբար պիտի օրներ այդ միությունը։ Բայց հիմա ուրբաթը շաբաթից շուտ եկավ ու իրարու անակնկալ տեղի ունեցավ։ Հիմա իրանք չգիտեն այս ֆոնին ոնց այդ ցույց տան, որ այդ ամեն ինչ ընդհանրապես չգիտեմ, PR ակցիա է կամ դեռ հələ պիտի սպասենք։ Այսպես քննարկումների մեջ են իրանք էլ չգիտեն ոնց է խաղին այլ ընթացք տան։ Հիմա սպասում են հավանաբար ըստիս, որ որևէ հանգուցալուծում տեղի ունենա Իրանի հետ կապված հարցում ու արդեն ըստ դրա երևի նոր բան կմտածեն, չգիտեմ որը կլինի դա։ Եվ իմի բերելով այս հատվածը, ելի եմ ասում, այսինքն Փաշինյանը շատ քաջ գիտակցելով, որ ինքը այսօր լավ, ասենք, լավ, շատ այսպես մեր երևակայությանը, եթե ինչպես ասում են, զոր տանք, 40% օրինակ ձայն ունի։ Դա էլ բավարար չի։ Հիմա 40% ձայն ունեցող մարդը չի հայտարարի ընտրություններից 2-3 ամիս առաջ, որ ինքը իր կնոջից բաժանվում է։ Դա ուղղակի նոնսենս է, դա էլ այն պարագայում, երբ որ իր համար ինչ առաջնային անհրաժեշտության հարցը 3-րդ անգամ վերընտրվել է։ Եվ իր համար, եւ այն աշխարհաքաղաքական կենտրոնների համար, որոնց հետ ինքը ստորագրել է նախաստորագրել է խաղաղության պայմանագիր, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում քո խոսքից, որ այդ ամուսնալուծությունը բեմադրված PR ակցիա էր։ Միանշանակ։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք ստեղ, ոնց ասեմ, ծայր աստիճան անփութության հետ կամ մարդկանց հետ, ովքեր անգամ իրենց վերընտրվելու մասին էլ մտահոգ չեն, ինչը տվյալ պարագայում, Փաշինյանի պարագայում շատ զարմանալի է արդյունի։ Այնտեղ մի կարևոր դրվագ էլ կար։ Ի սկզբանե Աննա Հակոբյանը հայտարարեց, որ վերջ է դրվում քաղաքացիական ամուսնությանը, շատերս սա անցալեցինք, որ զաքսավորվել են վերջապես,
բայց այդ հայտարարությունը փաստորեն հետո իրենք ասացին, որ նշանակում էր ամուսնալուծություն, բայց դրանից հետո այդ հայտարարությունից հետո Աննա Հակոբյանը որպես Նիկոլ Փաշինյանի կին մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սա ինչպես հասկանալ։ Սա պետք է հասկանալ հենց այդ կոնտեքստում, որ ամեն ինչ պետք է արվի, այն ասած Ստանիսլավսկու, որ այդ նիվերուն տեղի չունենա, մարդկանց մոտ հնարավորինս արժանահավատություն ստեղծելու համար ինքը եւ գնաց եւ ուրեմն Instagram-ից ֆոլովերների ցանկից հանեց Փաշինյանին, հետո Փաշինյանը իր հերթին հանեց, որտեղ իրանք քաջ գիտակցում են, որ մենք լրագրողներս փորձելու ենք հասկանալ այս ակտի, այս բաժանման ճշմարտացիությունը, որքանով է սա իրական, որքանով է անիրական, որքանով է բեմադրված։ Իրականություն հաղորդելու համար իրենք պատրաստ են ամեն ինչի։ Ես չեմ զարմանա, որ վաղը Աննա Հակոբյանը լայվ մտնի եւ բողոքի այն տարիներից, որ անցկացրել է Փաշինյանի հետ համատեղ կյանքի ընթացքում։ Բայց միևնույն է, ես էլ եմ ասում, ես դրան ինքս չեմ հավատալ։ Սա ոչ թե սկզբունքի հարց է, այլ նաեւ մենք այս 8-9 տարիների ընթացքում նաեւ շատ մարդկանց ենք ճանաչում, վստահաբար կորում, որ այս ընտանիքին շատ ավելի վաղ են ճանաչել եւ գիտեն։ Այո։ Ես օրինակ, եթե թույլ կտաս, մի բացահայտում, իհարկե առանց անուններ նշելու, ես ճանաչում եմ մի անձի, ով շատ մոտ էր կանգնած Փաշինյանի ընտանիքին, եւ ինքը մի անգամ այսպես առանց թաքցնելու ասեց ինձ, որ Փաշինյանը անգամ իր կնոջը ավելի շատ է սիրում, քան սեփական երեխաներին։ Եվ դրա համար օբյեկտիվ պատճառներ էլ կան, մարդկային պատճառներ կան, ես հիմա ասեմ, իհարկե շատ տարօրինակ է հնչում, թե այդ ինչ պատճառ է, որ ամուսինը կարող է կնոջը ավելի շատ սիրել, քան երեխաներին։ Ամենայն դեպս Փաշինյանը լինելով այսպես դժվար մեծացած, դժվար պայմաններում ապրող երիտասարդ, երկար ժամանակ միայնակ ապրելով, այդպես այդ ամուսնությունը իր համար շատ մեծ քաղցրություն է եղել, եւ Աննա Հակոբյանը իր դժվարին ճանապարհին շատ օգնել է իրեն։ Եվ աջակցել է շատ տարբեր հարցերում, դրա մասին 5 վարչականները լրագրողների մեջ շատ լավ գիտեն, հասկանում են։ Իհարկե նաև խանգարել է, դրա մասին էլ կան խոսակցություններ, բայց մեկը մյուսին չի բացառում։ Եվ իդեպ մի դիտարկում էլ անեմ, եթե չեմ սխալվում, ես հիմա օրով չեմ հիշի, իհարկե, ժամը չեմ հիշի, բայց այն ընթացքում, երբ Աննա Հակոբյանը այդ տեսանյութը տարածեց, որ ինքը վերջ արդեն կառավարական ամառանոցից դուրս է գալիս, չէ, ներողություն եմ խնդրում, մինչև այդ տեսանյութի տարածումը, դեռ հայկական ժամանակում հոդված, մի փոքր հոդված տեքստ հրապարակվեց, որի համաձայն Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը գրանցել են իրենց ամուսնությունը։ Իհարկե դա ոչ թե որպես փաստ էր ներկայացվում, դա ներկայացվում էր այնպես ինչպես մյուս շատ դրական միջոցներում, այսինքն կար այսպես խոսակցությունների համաձայն հայկական ժամանակներ դերում խոսակցություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը ուրեմն իրենց ամուսնությունը գրանցել են պաշտոնապես։ Հետևաբար այստեղ նաև մատանին, ամուսնության մատանին, որը կրում է եւ Փաշինյանը եւ իր կինը անգամ այդ տեսանյութի ընթացքում։ Լավ, եթե դա բաժանություն էր, մատանին ինչ գործ ունի ձեր մատին։ Անգամ եթե դա ուղղակի սիմվոլ էր կամ չգիտեմ, մոռացել էիք անել, դա ոնց բացատրեմ, դա եթե անգամ ընդունենք մի բան, որ դա իրոք բաժանություն էր, դուք էլի հանրությանը մոլորեցնում եք այդ մատանին ձեր մատին կրելով, պետք է ավելի անկեղծ լինել։ Եթե դուք անկեղծ եք եւ անկեղծությունից դրդված հայտարարում եք, որ վերջ դուք բաժանվել եք, ուրեմն բարի եղեք այդ մատանին հանեք ձեր մատից։ Անկախ նրանից բաժանվել եք, թե չեք բաժանվել։ Չնայած նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց իշխող քաղաքական ուժը շատ անբռնազբոս քարոզչություն է իրականացնում, կոնկրետ քարոզարշավ է իրականացնում, շրջում է համայնքներով, մարզերով եւ տարբեր դրվագներ են այդտեղ, այսպես ասած, ի հայտ գալիս, ավելի ցցուն դառնում, օրինակ 3 բան էր անում, մի կնոջ առևտուր էր տանում, չգիտեմ, մարդկանց տներ են մտնում։ Արցախցու։ Այո, Արցախցու։ Սա նորմալ է, սա նորմալ քարոզչություն է, սա ազդեցիկ է, սա կարող է նրան ձայներ բերել։
Ինքը հիմա ոչ այնքան մտահոգված է ձայներ ավելացնելով, իր պարագայում իհարկե ձայներ ավելացնել, ես չգիտեմ ինչ կարելի է անել, այն պարագայում, երբ որ 8 տարվա ընթացքում կրկնապատկել ես պետական պարտքը, 8 տարվա ընթացքում Արցախը մաս փաստաթղթով հանձնել ես հարևանին, ասում եմ հարևանին իր տերմինոլոգիան նկատի ունենալով։ 8 տարվա ընթացքում հանրային կյանքում տեղի է ունեցել կրկիվայր այսպես ամեն ինչ շրջվել է, մենք տեսնում ենք ինքնասպանությունների դեպքերը, սպանությունների դեպքերը, մենք տեսանք ԱԱԾ-ի վրա հարձակումը մոլոտովյան կոկտեյլով, որը ի դեպ էլի դրանից էլ մի տեսակ ճշմարտացիության հոտ չի գալու, ինչքան որ այդ ամուսնալուծությունից, այսինքն այդքանից հետո շատ դժվար է պատկերացնել, թե ինչ պիտի անի Փաշինյանը, որպեսզի ձայն հավաքի, այսինքն այդ եղած ռեսուրսը ավելի, այդ քվեները, որ ինքը ունի, ավելի լրացնի կամ փող լրացնի։ Որևէ նման բան ես չեմ սպասում, եթե իհարկե 8 տարիները հետ չվերադարձնի եւ Արցախը հետ չգա, մնացածը գեղեցիկ որ շարժանանք ու տեսնենք, որ եկել ենք այդ զերոյական կետին արդեն լավ իմաստով։ Դրա համար ինքը հիմա ոչ այնքան այդ միջոցներին դիմում է ձայն ավելացնելու նկատառումից ելնելու, որքան սպասարկելու այն ընտրազանգվածին, որի վրա որ ինքը աշխատում է, այսինքն այդ 20-25%-ը լավագույն դեպքում 25%-ը այլերը ուղղված են դրան, որպեսզի այդ 25-ից չպակասի, ոչ թե 25-ը ավելանա դառնա 30, 40, 50, այլ 25-ից չպակասի։ Թոշակների ավելացումը եւս է շարքից է։ Իհարկե ինքը ես վստահ եմ ընկալում ունի, որ լավ մի քիչ էլ մի բան էլ ավելանենք, որ չգիտեմ 30-ի հասնի, բայց իմ խորին համոզմամբ այդպիսի մի քայլ չկա, որի միջոցով հնարավոր է 20%-ից ավել ձայն հավաքել կամ հասցնել գոնե այն նրա կեսին, ինչ որ ինքը ուներ 2021 թվականին։ Բայց ասում է 65% հավաքելու։ Իսկ ինչ պիտի ասեր։ Ինչ պիտի ասեր։ Ամենայն դեպս ինքը 5% հավաքողի վարկագիծ չի դրսևորում։ Ես տեսնում եմ, թե ինքը ոնց է բղավում քաղաքացիների վրա, մարզաբնակների վրա։ Երեք ասում էր, այս ճանապարհը մենք ենք սարքել, հետո ինքն էլ անհարմար զգաց, ստիպված արդեն, երբ որ բացահայտեց, որ այդ ճանապարհը մինչև իրեն վաղուց սարքվել է։ Հետո այդ մարդու մոտ մի տպավորություն կա, որ մինչև իրան ոչ մի բան չի արվել, բացարձակ ոչ մի բան չի արվել։ Դա շատ այսպես շատ էժան քայլ է եւ դրա մասին էլ վկայում է նաեւ այն իր ապշահար դեմքը, որ ինքը չգիտեր ոնց հետ պատտեր իր խոսքը, հետ թաքցներ, քաղաքացիները ասում են լավ, մոռացանք անցանք առաջ եւ բացահայտեց, որ փաստացի այդ ճանապարհը մինչև իրեն վաղուց սարքվել է։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Գորինչ։